Պարոն Շիրիև, իմ հաջորդ հարցը ձեզ կուղղեմ, մենք խոսում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագրի մասին, բայց ինչպես լսում ենք, բոլորը նշում են, որ միայն փաստաթղթով ամրագրելը բավարար չէ և պետք է նաև հավելյալ քայլեր ձեռնարկել, մշտապես խնամել, աշխատել խաղաղությունը ամրապնդելու ուղղությամբ։ Ձեր կարծիքով ինչ քայլեր են անհրաժեշտ անել և այդ քայլերի մեջ ինչ դերակատարություն ունեն տնտեսական և ենթակառուցվածքային նախագծերը, կարող են դրանք նպաստել հարաբերությունների հետագա ավելի կարգավորմանը, ավելի կայուն դառնալուն և ընդհանրապես նպաստել խաղաղությանը։ Ի նկատի ունեք միջին միջանցքով միայն, ձեր հարցը վերաբերում է միջին միջանցքին։ Իմ հարցը բան Շիրիևին է ուղղված։ Հետո կանցնենք միջին միջանցքի հարցին։ Շնորհակալություն, ես կուզեի շնորհակալություն հայտնել նախ մեզ այստեղ հյուրընկալելու համար։ Շատ հաճելի է այստեղ լինել։ Շնորհակալ եմ կազմակերպիչներին, ինչպես նաև ՀՀ կառավարությանը մեզ այստեղ գտնվելու հնարավորություն ընձեռելու համար, թույլ տալու համար, սա կարևոր է նաև, քանի որ երկու պետությունների միջև հարաբերությունները կարգավորել եւ նման փոխանակումները նորմալ դարձնելը, սովորական դարձնելը կնպաստեն, որ նման փոխանակումները նորություն չլինեն, այլ սովորական բան դառնան։ Շաբերում է ձեր հարցին ամբողջովին այո, վերջին 3 տարիներին մենք տեսնում ենք, որ խաղաղության գործընթացը, հարաբերությունների նորմալացման, կարգավորման գործընթացը Ադրբեջանի եւ Հայաստանի կառավարությունները իրենց ձեռքն են վերցրել եւ բազմաթիվ փորձեր են արվել երկու կառավարությունների կողմից առաջ տանելու խաղաղությունը եւ հիմա վերջապես ունենք խաղաղության պայմանագրի տեքստը մի քանի կետեր նախ կարծում եմ սա սկիզբն է այստեղ նոր գործընթացի սկզբի մասին ենք լսում եւ խաղաղության պայմանագիրը չի սահմանելու իրականում խաղաղություն ինչ է նշանակելու խաղաղությունը վերացական է ոչ միայն Ադրբեջան-Հայաստան համատեքստում, այլ նաև ընդհանրապես։ Բառը բավական հեշտ է սահմանել, այն շոշափելի է եւ բառը մեզ հասկանալի է եւ ցանկացած ոք կարող է բացատրել, բայց երբ ասում ենք խաղաղություն, ինչպես ասում եք, այն խնամել է պետք երկու հասարակությունների համար, այն բնորոշել է պետք։ Ներկայումս մենք խաղաղությունը բնորոշելու փուլում ենք։ Խաղաղությունը բնորոշելու համար մեզ անհրաժեշտ են շատ ավելի պրակտիկ քայլեր։ Քայլերից մեկը մասնավորապես այն է, ինչ ձեռնարկել է Ադրբեջանի Հայաստանի կառավարությունները, պրակտիկ աշխատանք կապակցվածության, փոխկապակցվածության ուղղությամբ, ինչը նշանակում է, որ ադրբեջանական էքսկլավի մեկուսացումը պետք է հաղթահարվի, Հայաստանը ինտեգրվի կապակցվածության ծրագրերին եւ միևնույն ժամանակ նաեւ Վրաստանը ներառվի այս երյակի մեջ։ Ադրբեջան-Հայաստան-Վրաստան երյակը լինի։ Առաջին անգամ է, որ ես տեսնում եմ, որ իրական հնարավորություն կա, որ այս 3 երկրները միավորվեն եւ դիտարկեն նաեւ հաղթահարեն տարածաշրջանի մարտահրավերները։ Առաջին քայլը դա է։ Բայց միայն փոխկապակցվածությունը չէ միայն երկաթուղին, չէ մայրուղին, չէ նաեւ գազ, էներգակիրներ եւ ես կարծում եմ ժամանակը կգա TRIP ծրագրի մեջ մտնում է նաև նման գաղափար, Ադրբեջանի կառավարությունը այդպիսի գաղափար ունի, որ ապագայում դա կարող է ընդլայնվել, ներառելու համար նաև ադրբեջանական գազի արտահանումը տարբեր շուկաներ, այդ թվում դեպի Հայաստան, ուստի դա մի բան է, որը պետք է ստեղծենք, փոխկախյալություն, տնտեսությունը եւ տրանսպորտը կստեղծեն փոխկախյալություն։ Երկրորդը, աշխատանք հասարակությունների հետ, օգնելու բնորոշել սահմանումը, որովհետեւ երկու հասարակություններն էլ շատ վատ տրավմա են վերապրել, պատերազմներ, տեղահանություն, այդպես ենք մենք բնորոշել մեր հարաբերությունները, որպեսզի այլ փուլի անցնենք, պետք են շատ ավելի շատ շփումներ ժողովուրդների միջև։ Դա սկիզբ կառնի փորձագետների մակարդակով, սկիզբը վաղը կլինի լրագրողների մակարդակով, հետո երևի կշարունակվի սահմանամերձ շրջաններում շփումները ժողովուրդների միջև, որովհետև երբ գնում ես Ադրբեջան-Հայաստան սահմանի մոտ բնական փոխկախյալություն այնտեղ կա։ Երբեմն հայկական կողմից ջուրը գալիս, երբեմն հակառակ կողմից։ Այս հարցերը երկու կողմերին կօգնեն նաև
բարձել, թե ինչպես պետք է սեփական ռեսուրսները օգտագործեն փոխշահեկանորեն։ Սա երկրորդ ուղին է ըստիս, երրորդ ուղին ընդհանուր առմամբ մեծ ճանապարհային քարտեզ է։ Պետք ճանապարհային քարտեզներից մեկը կարող է լինել մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը, որովհետև երբ խաղաղության պայմանագիրը ստորագրվի, նոր կարգավիճակ կունենան Ադրբեջան-Հայաստան հարաբերությունները, դա կունենա մեծ նշանակություն, դա նաև կբարելավի երկու երկրների միջև հարաբերությունների մակարդակը, բայց նաև երկարաժամկետ ճանապարհային քարտեզ է պետք, որովհետև ցանկացած բառ, գործողություն եւ անգործություն այս ամենի մեջ էական նշանակություն ունի։ Ուստի ճանապարհային քարտեզը նաև կօգնի խաղաղությունը ամրապնդել, դա նաև փորձագիտական հանրույթի խնդիրն է հավաքվել եւ իրենց կառավարություններին աջակցել, թե ինչպես են տեսնում հասարակությունը այս դինամիկան եւ ինչպես կօգնեն հասկանալու օգուտները, ըստ էության խաղաղությանը անհրաժեշտ է շոշափելի օգուտ։ Շոշափելի օգուտ նշանակում է մարդիկ պետք է տնտեսապես օգուտ քաղեն, մարդիկ պետք է համոզված լինեն, որ այդպես կշարունակվի։ Շնորհակալություն եւ